Անիմաստը։ Հիմա վերադառնանք նաև օրերս համալիրի հավաքին, դրա նպատակը որն էր, ինչ էր ցուցադրում դրանով ԿՊ-ն։ Այս ԿՊ-ն ինչ կապ ունի։ ԿՊ-ն այնքանով կապ ունի, որ դրան մասնակցում են նաև ԿՊ-ականներ, ասում եք ԿՊ-ն ինչ է ցուցադրում դրանով դա ով օրինակ։ Ով ով որ մամուլը։ Այն մամուլը, այն որ մամուլը, չէ, որ 5 հոգու անուն ազգանունը։ Այնտեղ մասնակցելա 7000 հոգի, դուք տվեք 5 հոգու անուն ազգանուն։ Բայց անուն ազգանուն տան, որ իշխանություն թիրախավոր։ Էդում են թիրախավոր այսքան ժամանակ։ Իսկ եղել է։ Էդում են թիրախավոր։ Բաժական ազգանուն չի ուզում։ Ես ասում եմ։ Ասում դե տվեք, որտեվ ասում եք չկա խնդիր, ես ասում եմ։ Դե տեսեք, հիմա ոչ ես եմ ընտեղ եղել, ոչ դուք եք ընտեղ եղել, բայց դուք ասում եք կա նման խնդիր, ես ասում եմ չկա նման խնդիր։ Հիմա այս հարցը հանգուցալուծելու համար մեզ պետք է հասկանալ, թե ով է այդ քաղցրահեղը, ում ստիպողաբար տարել են։ Որտեվ դուք ասում եք կա, իհարկե բացառում եմ։ 7000 հոգի շաբաթօրով որոշել էր գալ, հա։ Այո։ Ձեզ թվում է ինչի պետք է չուզենար կար օրինակ։ Դե ազատ ուր է։ Ոչ աշխատել։ Դե դրա համար ամբողջ պետական ապարատը չէր 7000 հոգի էր Ասել են ընդամենը։ միայն մահացածները կարող են չգալ։ Ով էր ասել կներեք։ Մամուլը։ Դե կներեք, բայց այդ նույն մամուլը ես կարծում եմ հենց նմանատիպ հրապարակումներով է, որ իրան արժե զրկում է էլի մեծ հաշվով։ Մի մամուլի հրապարակումին վստահում եք ինքն։ Չեմ վստահում ոչ մի մամուլի հրապարակումի էլ հարգելի գործընկերներ։ Ես հավատում եմ այն հրապարակումներին, որոնք որ հետագայում հաստատվում են փաստերով։ Պարոն Ալեքսանդր։ Այսինքն, եթե հիմա ուզում եք որ ասեմ, որ պատից կախված հրացանը տարին 1 կրակում է, այո, պատից կախված հրացանն էլ տարին 1 կրակում է եւ ընդդիմադիր մամուլն էլ երբ որ խմբագիր էր ամեն օր գրում էր օդում կախված լուրերի համաձայն ու նման բաներ էր ասում։ եւ Հիմա նույն օդից կախված լուրերի համաձայն մարդկանց տիպողաբար են բերել։ Ես ասում եմ ստիպողաբար չեմ բերել, հարգելի գործընկերներ, եթե կա մարդ կախված լուրերը միենակ Նիկոլ Չեմ այս Փաշինյանն ժողովուրդ ջան, սա շատ վատ ժանր է իրականում, որ գաք ասեք օդում կախված լուրերի համաձայն, ես ասում եմ չի եղել նման բան։ Հիմա եթե կա փաստ, եկեք այդ փաստի հետևից իրար հետ գնանք ու պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքները, բայց հազար ներողություն սա ընդդիմադիր ինչ որ հավաք չէր, որ իրանց աշխատողներին ճորտի տեղ դրած բոլոր աշխատողներին իրանց ընտանիքներով ստիպողաբար տանեին լցնեին հրապարակները, հետո գլխականակով հաշվեին։ Հազար ներողություն այս բառերի համար։ Կազմակերպչականը ո՞նց եղել կառավարության աշխատակազմից նախարարություններին Անկեղծ պարոն Կիրակոսյան, ես անկեղծ այդ մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև մեծ հաշվով գործադիրն է կազմակերպել հավաքը, իրանք շատ ավելի լավ կիմանան, թե ինչպես եղի, ես դա չեմ կարող ասել։ Բայց դեպքում գրություն գնացել է, չէ՞ որ այսպիսի միջոց առնում, կարողանա դուք ձեզ ինչպես է տեղեկացվել։ Ես չեմ մասնակցել անկեղծ ասած, բայց վստահաբար գրություն այո եղել։ Օրինակ ազգային ժողովին ինչպես են տեղեկացվել։ Եթե չեմ սխալվում, կոնկրետ համակարգի միջոցով, համակարգային ծանուցման միջոցով, եթե չեմ սխալվում, էլ, եթե հիշողությունը sense չի դավաճանում։ Եվ մարդկանց աչքերին այդ տեսարանը բոլորը զգաստ կանգնած ծափարում էին Նիկոլ Փաշինյանը։ Զգաստ։ Այո։ Ինչով եք պայմանավորում այդ զգաստ, օրինակ ինչը ոնց եք բնութագրում զգաստ կանգնածը։ Չէ, հասկանում եմ, որ դա ավելի հիմա տենց սինեմատիկ տեսք եք փորձում հաղորդել, բայց մարդիկ ուղղակի կանգնած ու զգաստ կանգնածը շատ մարդիկ տեսարանը հիշեցրել է Հյուսեին Կորեա։ Ինչով է հիշեցրել Հյուսեին Կորեան։ Ամբողջ պետական ապարատի զգալի մասը չէ։ Բայց դուք չեք թողում հարցս վերջացնել, մեկ բառ լսում եք եւ սկսում եք այդ մեկ հարցը։ Դե որտեվ փորձում եք, Նարեկ ջան, որտեվ ախր փորձում եք բան անել։ Հենց բաներ եք ներկայացնում, որ ոնց որ չգիտեմ իրականության հետ ինչ աստիճան։ Դուք այդ կադրերը է։ չեք նայել։ Նայել եմ։ Դուք այդտեղ որտեղ եք Հյուսեին Կորեա տեսել։ Սա կարող գիտեք Ռոբերտ Քոչյանի նախընտրական հավաքն է կամ չգիտեմ այնտեղ Սերժ Սարգսյանի կուսակցական որտեղ եք Հյուսեին։ Այսինքն երբ որ դուք տեսնում եք մարդիկ դալիճում կանգնում են, դա ավտոմատ ձեր մոտ Հյուսեին Կորեա առաջացնում։ Օրինակ երբ որ դուք խմբագրությունում ինչ որ մի առիթով կանգնում եք, դա Հյուսեին Կորեա ձեզ հիշեցնում դրանից։ Ես ամեն դեպքում ամեն անգամ հարցի վերաբերյալ փոխել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նարեկ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հավաքը Հյուսեին Կորեայի հիշեցնում։ Եվ դա ինչով է հիմնավորել։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության չի, Սերժ Սարգսյանի իշխանության չի, դուք եք անդադար իրենց հիշեցնում։ Եվ Դե հիմա հարցին պատասխանեք Հյուսեին Կորեա, թե Հյուսեին Կորեա։ Փայլակ ջան, հազար ներողություն, այդ ասում եք իշխանություն չի։
Դե կներեք, ուրեմն մի լուսաբանեք իրանց։ Բա իշխանություն չեն, բայց եք ամեն անգամ, երբ որ մի առիթով հավաքում են, sense միկրոֆոններով, բաներով հավաքների ժամանակ շուրջօրյա ռեժիմով գնում լուսաբանել։ Բա կներեք, էլի հազար ներողություն, Ժորժ ջան, ասում եք մի հիշատակեք իրանց։ Չէ, որովհետեւ Բա խորհրդարանական ընդդիմությունն են, բա ում լուսա, բա ում է բա հղում անը։ Բա խորհրդարանական քաղաքական դաշտից պետք է իրաց դուրս նետել։ Իհարկե պետք է նետել։ Բա սենց են նետում։ Բա սենց են նետում։ Հենց սենց խոսքով են նետում։ Այո։ Հասարակության ամեն Հա բաժան իրաց չէ, ձեզ թվում է, որ օրինակ ես Ռոբերտ Քոչարյանի մասին խոսում եմ, նա դրանից շահում է։ Իհարկե։ Որովհետև անդադ Ես այս հարցը ձեզ կտամ այն ժամանակ, երբ որ դուք էլ Նյուզայում չաշխատեք Ռուզաննա ջան, ու վստահ եմ, այդ ձեր պատասխանը այդ ժամանակ շատ ավելի ազնիվ կլինի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ չկա իշխանության մոտ անձի այսպես պաշտամունքի դրսևորումներ։ Նիկոլ Որտեղ է Փաշինյանը այդ պաշտամունքը դրսևորվում։ Թույլ տվեք վերջացնեմ։ Նիկոլ Փաշինյանին տեսնում են, թե չէ, սկսում են ծափ տալ։ Դա ինչով է պայմանավորված։ Եկեղեցի ամտնում ծափ են տալիս, համալիրում հավաքվում են պետական կառույցների ներկայացուցիչների համաժողովին, պետական աշխատողներից ընդամենը մի հոգու են բոլորը ծափահարում, դա ինչով է պայմանավորված։ Ազգային ժողովում սուր ելույթ անում ընդդիմադիրներին բան ասում, պատգամավորներն են սկսում ծափ տալ, դա ինչով։ Ես վստահ եմ ծափահարությունների մասին ձեր այս թեզը շատ դուր կգար հատկապես բրիտանական պարլամենտի անդամներին, ովքեր ձեզ երկար դասախոսությամբ կներկայացնեին, թե ծափահարությունները, բացականչությունները ու վանկարկությունները առհասարակ քաղաքական դաշտում ինչ դեր ունեն եւ ինչ ունեն, ու օրինակ փորձեիք բացատրել բրիտանացիներին, որ օրինակ երբ որ չգիտեմ ընդդիմադիր պատգամավորները ծափ են տալիս ընդդիմության առաջնորդին, դա է անձի պաշտամունք, չգիտեմ այնտեղ, երբ որ իշխանական պատգամավորները ծափ են տալիս վարչապետին, դա է անձի պաշտամունքի դրսևորում, ես վստահ եմ ձեր այս թեզը շատ մեծ արձագանք կստանար Բրիտանիայում, օրինակ։ Որ դուք ծափահարում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում սուր ելույթ անեն ընդդիմադիրներին ուղղված, ինչ եք դուք ծափահարում։ Քաղաքական հավանության նշանը շատ ընդունված, շատ զարգացած ժողովրդավարական պետություններում ի դեպ։ Այսինքն այստեղ հարցը պրիզմայից է, եթե դուք նայում եք Հյուսիսային Կորեայի ակնոցներով, դա ուրիշ բան է, եթե նայում եք ժողովրդավարական ակնոցներով, դա լրիվ ուրիշ բան է, ձեզնից է գալիս, էլի, նկատեմ դիտողից ոչ թե հենց անձամբ ձեզնից, այլ դիտողի ընկալման պրիզմայից է գալիս։ Ծափահարությունները ինքնին ժողովրդավարական շատ նորմալ երևույթ են որպես այդպես։ Դուք որ թույլ տայք ես իմ հարցերը